Տեսնում եմ մեր բնակչության դեմոնստրատորները, որտեղ աշխատանքներ կան պետք է սովորողների միջոցով եւ դուք ամենաարժան ֆունկցիա եք համարվում Կերշովի ղեկավարությամբ, որի համար ես շնորհակալ եմ։ Հիմա մենք այսօր ինչ ենք անելու։ Ես բերել եմ մեր ջերմոցից բույսեր, տարբեր 3-4 տեսակի ծաղկող բույսեր, որոնք պետք է տրկվեն փոքրիկ թաղարների մեջ։ Թաղարը դա ծաղկաման է մեկ ընդմիշտ հիշել, որպեսզի մեկ ամիս հետո իրենց արմատները մեծանան եւ դուք տանեք ձեր դպրոցներում ծաղկոցներ ստեղծել։ Գեղեցիկ ծաղկոցներ, ծաղկող բույսերի ծաղկոցներ, որ հիմա Հայաստանում այնքան քիչ կան նման հագեցած ծաղիկներով, գունեղ ծաղիկներով բույսեր, որ աչք կա զարնում, եթե միտեղ մարդիկ տեսնում են, ու հիանում են։ Այդտեղ մարդ չկա, որ անցնի ու չթեքվի, հիացմունքով չանցնի, ու երբեմն նաև շնորհակալություն հայտնել, որ մենք իրենց նման հաճույք ենք պատճառում։ Հիմա դուք ևս պետք է նման ծաղկոցներ ստեղծեք, որ ձեր թաղի բնակիչներն անցնեն, զարմանան ու ձեր բոլորի շնորհակալություն հայտնեք։ Դուք բնապաշտպաններ եք, դուք պահպանում եք բնությունը, ապահովում եք էկոլոգիական մաքուր միջավայր, գեղեցիկ միջավայր, թթվածնով հարուստ միջավայր եւ համոզված եմ, որ ձեր դպրոցներում դուք անպայման մաքրում եք ձեր տարածքը, չէ՞։ Այո, մենք միջավայրի խնամք ենք իրականացնում հաճախ։ Ապրեք, հրաշալի է։ Նայեք, եթե հոշիները չվերնեք, չմաքրեք, ինքը բավարար քանակությամբ թթվածին չի տա ձեզ, եւ ոչ այնքան մաքուր չի լինի, ինչ որ ասենք կեղտոտը մաքուր բույսի համեմատությամբ, դուք օգնում եք, որպեսզի ձեր ընկերները եւ դուք թթվածնով հարուստ միջավայրում ապրեք, որը բնականաբար առողջությանը շատ օգտակար է։ Հիմա ես ասեմ, ինչպես պետք է տնկել բույսը, նայեք, այս բույսը աճել է սերմից, որ ես ձեզ տվել եմ, եթե դուք բոլորը ծանոթ լինեք, հիմա նման բույսեր կունենեք, ինչպես ունեցել է Դավիթը։ Ահա, Նապրի Դավիթը տեսանյութ է Գայանեն, ով է Գայանեն։ Ապրի Գայանեն։ Այսքան ծիլ եմ ստանում։ Այսքան ծիլ է, շուտով սաղ չափ լցնում ենք խողը, ուշադիր մեկ անգամ եմ ասում։ Կիսով չափ լցնում ենք խողը թաղարի մեջ, գնում ենք արմատը այս հողի վրա եւ 4 կողմից հող ենք ավելացնում, մատերով զգուշորեն սեղմում ենք, որ օդ չմնա արմատներում։ Ահա, դե հիմա տնկի տեսնենք։ Կարա նեղվի արմատը։ Ոչ ուժեղ են սեղմում, որ արմատը նեղվի, ոչ էլ թույլ են սեղմում, որ կորցնում։ Այսինքն չափավոր սեղմում են, զգում ենք էլի դա։ Հիմա խնդրեմ Դավիթ ջան, դու ես գեղեցիկ բույսը մի քիչ ծուր է, բայց ես համոզված եմ դու լավ կմսկտես։ Այդպես ճիշտ չի։ Տակը պետք է անպայման հող լցվի։ Դավիթ, մի ու կիսով չափ։ Ապրես։ Չէ, լավ է։ Ահա, դե դից հիմա պահի այնպես որ արմատը շատ չսեղմես հողին ու լցվի։ Լցնում եք այնքան Ես որ դա հարմար է լինելու։ Լցնում եք այնքան, որպեսզի արդեն փոքրով անեմ։ Չէ, այդպես մի չափավոր լինի։ Այս գիծ կա, չէ, այստեղ միջև այդ գիծն եք լցնում, որ առաջ ջրենք բույսերը, որպեսզի ճիշտ աճեն։ Մի քիչ առաջ ենք աշխատում, որ բոլորը հասցնեն։ Եվ վերջ, ես ընկեցին ծաղիկը։ Իհարկե իմը չի, բայց դպրոցին է։ Մեծ բան ենք վերջնում, որ լցնենք իրենց։ Հետո կվերցենք փոքրները, որ փոքրով անենք։ Քիչ։ Ուզունի հատ։ Արմատ։ Ինչ է սա։ Տերև։ Ինչ է սա։ Ոչ, ծողունը սա է։ Սա ինչ է։ Կոկո։ Այո։ Խնդրեմ դեպի Օգնեմ։ Արմատը մի հանի վերև, բալես չի շատ է հողը ներեղու։ Հա, արի ես լսնեմ մի քիչ սեղմի։ Լավ է։ Դիր ենտեղ ու գնա։ Արա։ Ես եմ։ Հայդո թողանի։ Հերի քանի։
됐ne sirun akşamı mizamasını nıskar. Sen bartıradın. Լավ աճել է քո բույսը, գիտես։ Ահա։ Վեր կաց ասır. Վեր կաց։ Մատով բույսը տուղիղ պահի։ Որքանով աճի ծորքո բույսը պարտելը։ Չէ, մի բույս եմ տնում մի ծաղկում։ Բալես բավականադիր։ Մի արեք։ Ընկել եք ցինյա, ցինյայի տարբեր գույներ կան, կա գազարագույն, կա սպիտակ, կա մալինովի, կա կարմիր, կա վարդագույն, եւ դուք ցանել եք մեկամյա քրիզանթեմ, նայեք ինչ գեղեցիկ բույսը, այս է մեկամյա քրիզանթեմը, մենք մեր սերմերն ենք հավաքել, մեր սերմերն ենք ցանել, եւ եթե այստեղ դուք ուշադրություն, քանի արդեն այստեղ սովորողները արդեն այդ բույսերից ցանել են եւ նույնքան արդեն վերևում են գտնվում, այնպես որ սկսվել է գարնանային առաջին աշխատանքները, որ հետագայում գեղեցիկ ծաղկոցներ ունենան բոլոր դպրոցների, բոլոր ուղղակիների համար։ Ելուց հետո պետք է առաջ ջրել, քանի որ հողը չոր է։ Ռուսյան, Ահա մենք արեցինք սաղ բույսերը ջրի մեջ, մնաց ընդամենը սպասեց բաները, ծաղիկները։